Դլես։ Արդեն հավաքվում ենք մենք, պարոն Սարգսյան։ Բարի երեկո բոլորիդ։ Բարի երեկո պարոն Սարգսյանին։ Իմ հավատարիմ հետևորդները հուսամ շատ ուրախ եմ, որ այսօրվա լայվը մենակ չեմ։ Իմ հետ է Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանը, իսկ հետևի ֆոնը Արտակ Սարգսյանի հիմնադրած Քոչարի կուսակցության լոգոն է։ Ոնց եք, պարոն Սարգսյան, լավ եք։ Հոյակապ, շնորհակալ եմ։ Իմ հետևորդների, քանի որ երեկվա իմ լայվի մեջ ես հարց տվեցի, ուզում եք ինձ եւ Արտակ Սարգսյանին միասին մեկ լայվում տեսնել, բազմաթիվ մարդիկ գրեցին այո, այնպես որ այսօր ժողովուրդ ջան, պարոն Սարգսյանին բերման են ենթարկել, որպեսզի հավեսով, ջիգարով լայվ անենք։ Դուք ժողովուրդ ջան կարող եք այդտեղ ձեր հարցերը գրել, այստեղ ես նայում եմ յուրաքանչյուրիդ հարցը, իհարկե այն հարցերը, որ ես պատրաստել եմ, որ հանուն ձեզ համար, հանուն մեր Հայաստանի համար պետքա ես տամ պարոն Սարգսյանին եւ բոլոր պատասխանները դուք լսեք, դրանից հետո կանցնեմ արդեն ձեր գրած հարցերին։ Այստեղ արդեն գրում են ավելի հաճախ անգամ ամեն օր արեք էլի լայվ։ Ահա, լավ եք պարոն Սարգսյան, գործերը ոնց է ընթանում։ Շատ ուրախ եմ։ Պարոն Սարգսյան, ես մի հետաքրքիր հարց ունեմ։ Ինչն է ձեզ դրդել մտնել քաղաքականություն հենց այս փուլում եւ դաշինքով եք գնալու, ում հետ եք գնալու, որն է լինելու, խնդրում եմ անկեղծ իմ աուդիտորիային բացատրեք, ասեք։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ ձեր հետևորդներին, որ այս լայվը, այս ուղիղ եթերը պահանջել են։ Հիմա գամ ձեր հարցին։ Հարցը նրանում է, որ Քոչարի կուսակցությունը, ասենք, Կենիայում չի ծնվել։ Դրա պահանջը կար եւ ժողովրդի պահանջով է ծնվել այս կուսակցությունը։ Կար ժողովրդի պահանջ, ժողովուրդը ման էր գալիս, ժողովուրդը ցանկանում էր տեսնել մի ուժ եւ երբ որ մենք նայում էինք, մենք եկանք միացանք ժողովրդի շարժմանը, որը որ դե պարզ է, բոլորն է գիտեն, չանդրադառնանք այդ մարդկանց, Տավուշն ընդդեմ հայրենիքի շարժում էր, մի խոսքով, լեզվից հայթակում չի, հենց Տավուշն ընդդեմ հայրենիքի էր այդ շարժումը։ Հիմա գանք դաշինքին։ Ուրեմն, սա շատ կարևոր հարց է, դաշինքով են գնում, թե ոչ։ Ես մի բան կասեմ, որ մենք գնում ենք ամենամեծ դաշինքով։ Օհո, այստեղ մեզ գրում են, որ մի քիչ բարձր մենք խոսենք, եկեք մի քիչ բարձր, հա, խոսենք, պարոն Սարգսյան։ Լավ, ասեմ, որ մենք գնում ենք, հիմա լավ է լսվում։ Պիտի որ հիմա այստեղով մենք կտեսնենք։ Լավ լսվում է, դուք լավ լսում եք, չնայած մեր դեմ նստած եք դուք։ Լավ լսում եք։ Լավ, ասեմ, որ մենք գնում ենք ամենամեծ դաշինքով, ես հիմա բացատրեմ, որ ամենամեծ դաշինքը։ Քանի որ մեր կուսակցության 40%-ը ոչ կուսակցականներ են, մեր ամենամեծ դաշինքը հենց մենք միակ եւ ամենամեծ դաշինքը դա հայ ժողովուրդն է։ Մենք գնում ենք ամենամեծ դաշինքով հայ ժողովրդի հետ։ Հիմա տես այս ասածներս վաղվանից այն մյուս կուսակցությունները մի քիչ փոխելու են ու ասելու են մեր դաշինքը հայ ժողովուրդն է, բայց հիշեք, ով ասաց էս, ու երբ ասաց։ Ես ձեզ խոսք եմ տալիս, հենց այս առաջի կտորը եթերից հետո
ես սա կկտրեմ ու սա առանձին կհրապարակեմ, որպեսզի չկարողանան մյուսները ձեր խոսքերը կրկնօրինակել, որովհետև դուք ինչ խոսում եք, մեկ օր հետո, երկու օր հետո դուք ինձ այդ տեսանյութերն ուղարկում եք ու ասում եք Արիանա ջան, նայ թութակները նորից կրկնօրինակեցին։ Այն մարդկանց ով մեր նկարները սարքում է եւ դնում է այդ խոսքերը, սարքեն եւ դնեն ամսաթիվներ գրեն։ Ուրեմն մենք գնում ենք ամենամեծ դաշինքով, այդպես դաշինք չկա, դա մեր ժողովուրդն է։ Օհո, հետաքրքիր էր, Դրա ես ապացույցը եմ ասում, որ մեր կուսակցության ցուցակի 40%-ը եւ ավելին անկուսակցականներ են։ Դա հենց այն մարդիկ են, ով կապ են պահում ժողովրդի հետ եւ ժողովրդից ներդրված անձինք են։ նախկին բանման չկան։ Մեր ցուցակի մեջ մենք փոքրականակ ազգ ենք, հիմա չգիտեմ, մանկապարտեզից չենք գնալու մարդ վերցնենք, կարող է ինչ-որ մեկը, բայց նոր կերպարներ են բոլորը։ Հիմնականում նոր կերպարներ են եւ չկեղտոտված անձինք։ Ամենակարևորը դա է։ Այստեղ մի հատ այնքան լավ կոմենտ են գրել, Նվեր Կարապետյանը, շնորհակալ եմ ձեզ, գրել է ես ձեր ցավը տանեմ, Արտակ Սարգսյան եւ Արիանա, դուք զտարյուն հայեր եք։ Շնորհակալ ենք, Նվեր ջան։ Պարոն Սարգսյան, քանի որ դուք երկար ժամանակ չեք ապրել Հայաստանում, օրինակ, ինչպես է գնահատում ներկա պահին մեր երկրի իրավիճակը, ինչ գնահատական կտաք։ Մի բառով, Կարող եք 2 բառով, 3 բառով։ ողբերգական, բոլոր առումներով, պետական համակարգով, ընդդիմություններով, ոչ մի ինստիտուտ չի աշխատում, անվտանգության համակարգ չկա, երկիրը պատրաստ չի ոչ մի ճգնաժամի, երկիրը պատրաստ չի ոչ մի հարձակման։ Մենք տեսանք այն հարուստ երկրները, հա, այդ ծոցի GCC երկրները, հա, հայերեն ոնց է Gulf Corporation Country, Էմիրատ, Կատար, Բահրեյն, Օման, Սաուդյան Արաբիա, որը չէ, Քուվեյթ, հա, այդ 6 երկրները, որ այտենց փողեր ունեն ու այսօր սենց ճգնաժամի մեջ հայտնվեցին։ Նրանք պատերազմ չէին ուզում, նրանք էլ մեր վարչապետի պես խաղաղություն էին ուզում։ Կներեք, պարոն Սարգսյան, ասում են ինչ-որ ձայնը ցածր է, մանավանդ ձեր ձայնը։ Ես կխնդրեմ մի քիչ երևի առաջ գանք, հա։ Չգիտեմ, կամ բարձր դուք խոսեք, այստեղ գրում են, որ հենց ձեր ձայնն է շատ կամաց։ Բայց ասեմ ձեզ, Ժողովուրդ ջան, որ հետո դուք կարող եք լսել, քանի որ շատ բարձր է լինում։ Չէ, այդտեղից չի, պարոն Սարգսյան։ Չէ, դա կապ չունի այդտեղից։ Թե ունի, հա։ Մեկ վայրկյան։ Դեռ բարձրացված է։ Երևի թե այդ ձև առաջ նստենք, որպեսզի ավելի լավ, ահա։ Հիմա ոնց է լսվում։ Լսվում է այդտեղ, որ դու բան ես անում։ Մի քանի վայրկյան կարող է ուրիշի մոտ մի քանի վայրկյան ուշ ցույց տա։ Հա, կարա լինի։ Կարա լինի, լավ։ Լավ։ Հա, հիմա ասենք հետո կլսեն։ Հիմա տեսեք, այդ 6 երկրները նրանք հարևանների հետ պատերազմ չէին ուզում, Պարսկաստանի հետ պատերազմ չէին ուզում, բոլորը հոյակապ հարաբերությունների մեջ էին, բայց տեսանք, որ բոլորը հայտնվեցին սուր էկոնոմիկական ճգնաժամի մեջ։ Պարսկաստանը այսօր տանում է ասիմետրիկ պատերազմ։ Դա այն պատերազմն է, որ ես 2 տարի է քարոզում եմ, երբ որ ինձ ասում են Թուրքիայի պես հզոր երկիր է մեր վրա գալու 300,000 բանակով, ես որ հետ գնաք նայեք իմ ելույթները կտեսնեք, որ ես ասում եմ մեծ երկրները ունեն մեծ խնդիրներ, քանի որ փոքր երկիրը կարող է իրան թույլ տալ ասիմետրիկ պատերազմ։ Հիմա պարսկական դրոնները շատ վտանգավոր են։ Դա այդ պայթուցիկի քանակը չի, որ նրա վրա կա։ Ոչ, նրանք վտանգավոր են, որովհետև նրանք շատ էժան են։ Եվ այս ասիմետրիկ պատերազմը, որ 30,000-անոց, 50,000-անոց դրոնին
8 միլիոնանոց ռակետով են խփում, կամ 3 միլիոն կամ մի միլիոնանոց ռակետով են խփում, հենց դա ասիմետրիկ պատերազմն է, որը որ սննկացնում է այդ մեծ երկրներին։ Մի խոսքով, ես կասեմ, էլի մի բառով ողբերգական վիճակը, մեր երկրի վիճակը, եւ էլի կկրկնեմ, որ մեր երկիրը սա ոչ թե խուճապ տարածելու համար է, մեր երկիրը ինչքան էս պատերազմը երկար է, այնքան մոտ է դառնալու թիրախի։ Դե երկու երկրները մեր հարևան, նրանք թիրախ են, արդեն նրանց հարվածը մոտենում է, թե Պարսկաստանի կողմից հնարավոր է հարված, թե Իսրայելի։ Արդեն պարոն Տրամպը, որ ասում էր լավ տղա Ալիևին, ասում է լավ տղեն չի անցնում, պետք է խառնվես։ Բայց մեր դավաճանն էլ էր ասում, նորմալ, բարի, դրական մարդ էր, մենակ Թրամփը չէր ասում, որ Ալիևը բարի դրական տղա էր, մեր դավաճանն էլ էր ասում։ Տեսեք, Արիանա ջան, հիմա դավաճանին անդրադառնանք, հա։ Մի որոշ ժամանակով Տրամպը մեզ հնարավորություն տվեց, որ մեր երկիրը չդառնա Գազայի պես կամ Իսրայելի պես, այսինքն ավերակների։ Դա մի որոշ ժամանակ էր։ Մեր երկիրը մոտ էր դրան, որ դառնար, ասենք, այտենց փլատակներ։ Մի որոշ ժամանակով Տրամպը տվեց այդ հնարավորությունը։ Հիմա այդ հնարավորությունը կորում է կամաց։ Հիմա այս դավաճանը տվեց, թե սրա տեղը ուրիշը կլներ, հասկանում եք, տվեց։ Հասկանում եք, կորցրեց Արցախը, Հայաստանը կորցրեց Արցախը, շատ ցավալի փաստ եղավ, բայց ասենք, այս մի մասը մնաց, փլատակների չհասցվեց, շատ ցավալի, շատ սխալ քաղաքականության հետևանքով մենք դրան հասանք։ Բայց նաև չմոռանանք, եկեք նորից վերհիշենք, ես ուզում եմ նորից ձեզանից լսել, որ դուք միշտ ասել եք, որ դուք ազատագրելու եք Արցախը եւ Նախիջևանը, այո, եւ մասնատելու եք Ադրբեջանը եւ Ալիևը որտեղ է հայտնվելու Հայաստանի բանտում լուծարվելու է Ադրբեջանը եւ այս կոնֆլիկտը ես էլ եմ ասում Հայաստանի համար կդառնա ոսկե դար լավ ղեկավարությունով երբ որ մեր երկու արևմտյան եւ արևելյան հարևանները կլինեն հարվածի տակ, ճիշտ կողմնորոշում, ճիշտ ռազմավարություն եւ ասիմետրիկ պատերազմ։ Այս Պարսկաստանի վարած պատերազմը, ես էլ եմ ասում, 2 տարի առաջվանից ես սրանց ասում եմ, որ դուք մի գնեք այդ զենքերը, դուք չեք կարողանալու այդ թան, դուք պետք է տանեք ասիմետրիկ պատերազմ։ Եվ քայլ ասում են, ոնց պետք է լինի 3 միլիոնանոց դրոն չեք առնում, 3 միլիոնա տեժան դրոն եք առնում։ Մի խոսքով, երկար ելույթներ կան դրա մասին, կարող եք նայել, լսող չկար, հասկացող չկար, թե դիտավորություններ չգիտեմ։ Հիմա Պարսկաստանի օրինակը ցույց է տալիս, որ ես ճիշտ էի։ Ես ուզում եմ հիշեցնել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ժողովուրդ, երբ որ պարոն Սարգսյանը ժամանել էր Հայաստան, ինքը դավաճան իշխանությանը լուր էր ուղարկել, որ պատրաստ են հազարավոր վարձկաններ բերել, անգամ դուք ձեր ծախսերով, եթե իրենք համաձայնեն կառավարության ծախսերով դուրս գան բերեք Հայաստան, որպիսի կռվեն Թուրքիա առաջ, ցավոք սրտի, հենց ձեր ասացից հետո դավաճան Նիկոլը հրամանա, չէ, ստորագրում, այո, 3 օր հետո ձեր ասելուց հետո, որ օտար երկրա քաղաքացիները իրավունք չունեն Հայաստան։ Այո։ Վարձկան մի քիչ կոպիտ է, հնչում եկեք ասենք, հա, պրոքսի բանակ, ՉՎԿ են ասում, ՉՎՕ են ասում, անգլերեն defense contractor կամ private military organization, частное военизированное организация, ЧՎԿ, մի խոսքով, վարձկան չասենք։ Չէ, բայց ինչու այդ նույն վարձկանները, նույն արտահայտությունները անում էին Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանն էլ էր հենց այդպես վարձկաններ
Տեսեք, վերցրել, որոնք կռվում էին մեր հայ զինվորների դեմ։ Տեսեք, հիմա կրկնեմ։ Կոնվենցիայով վարձկան կոչվում է այն անձը, ու միակ մոտիվացիան դա ֆինանսն է։ Հիմա Ադրբեջանում կռվողները ինչքան էլ որ նրանք փող էին ստանում, բայց նրանք ասում են, որ մենք ջիհադիստ ենք, մեր գաղափարական եղբայրների համար եկել են կռվում ենք։ Մենք էլ ունենք մեր քրիստոնյա եղբայրները տարբեր գույնանի, հա, սև դերին, որ պատրաստ էին գային եւ կռվեին Հայաստանի համար մեր խաչակիրները։ Հիմա կտեսնեք, եթե սկսվի ցամաքային օպերացիան Պարսկաստանում, դա լինելու են վարձկաններ։ Այ քանի որ խոսքը գնաց վարձկաններ, Պարսկաստան, կռիվ, հա, գիտեք ինչ հիշեցի, այսօր ես նայում էի, ոնց որ համալիրում էր, այդ տեսակ ուշադիր չեղա, որովհետև ինչ չեն հետաքրքրում, նրանք պարզապես ժողովրդին խափող սուտի ընդդիմությունն են, բուլկին կառավարվող, ներեցեք, այո, դուք ինձ ուղեք, այո, Սամվել Կարապետյանին համագումար էին արել և այնտեղ կար մի գեներալ նստած, ով էր այդ գեներալը, պարոն Սարգսյան։ Ուրեմն դա այդ Իսրայելի գեներալի մասին եք երևի խոսում, այո, ով որ խառնված էր 44 օրյա պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում այդ իսրայելական դրոնների մատակարարողներից եւ ինստրուկտորներից մեկը Ադրբեջանի բանակին։ Այսինքն այդ տվյալ գեներալը 44 օրյա պատերազմի ժամանակ առաջ նույնիսկ բանը դրոններ ա տվել Ադրբեջանին ու հիմա Սամվել սովորացրել է ոնց ան ու բա ինչի համար են Սամվել Կարապետյանին այդ գեներալին բերել։ Եք հիմա բերել են ստեղ այս այսինքն ես ասել եմ այդ մարդիկ Հայաստանի հետ կապ չունեն պատերազմից առաջ, չունեն պատերազմի ժամանակ, չունեն հիմա, այսինքն այդ մարդիկ Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Դուք որպես Մենա թողման բերեն էլի, ասենք այն Ադրբեջանի գեներալի անունը ինչ է։ Որ մեկը։ Այդ իրանց հայտնի, հետո իրան բերեն մի անգամից էլի, ելքեն հրեային բերում։ Ասենք հիմա լսեցիք ժողովուրդ ջան, որ հրեա Թուրքիայի մի հատ գեներալ բերեն իրանց կողքը, ինչ տարբերություն։ Տարբերությունը ո՞րն է այստեղ։ Ասենք լավ, այդ որ բերել նստացրել էին, պարոն Սարգսյան, իրանք չէին մտածում, որ ճանաչող կլինեն, դուք գեներալ լեյտենանտ։ Իրանք լավ էլ մտածում էին, իրանք այս ազգին փորձում են, այս ազգին դեբիլացնում են, այս ազգին սովորացնում են, որ թուրք ենք բերելու այս երկիր։ Հիմա հայն կոտորողը եկել է իրանց թմակից է դարել։ Ես ասում եմ թուրք բերեք, ինչ տարբերություն։ Լսեցիք ժողովուրդ ջան, որ Սամվել Կարապետյանը զակազ էր տվել մի գեներալի, ով այսօր նստած էր իրենց համագումարի ժամանակ առաջին, հա, ռիադում, սա այն գեներալն է եղել, ով 44 օրյայի պատերազմի ժամանակ եւ առաջ, այո, դրոններ ա մատակարարել Ադրբեջանին։ Կեցեք դուք։ 3000-ից ավել դրոն։ Вот так։ Դե իմացեք ովքեր են։ Նիկոլից ոչ մի բանով չեն տարբերվում իրենք։ Պարոն Սարգսյան, օրինակ, դուք չեք սիրում, երբ որ ձեզ ասում են գայք իշխանության։ Դուք ասում եք մենք գալիս ենք ծառայության։ Լավ, երբ որ եկաք դուք ծառայության, հա, ինչ քայլեր եք ձեռնարկելու հասարակության հետ անմիջական կապ հաստատելու համար, եթե վաղը մտնեք խորհրդարան, հա, արդեն իսկ երբ որ դե հիմա վաղն է, մյուս օրն է, ոչ թե եթե, երբ որ, հա, երբ որ, հասկացա, եթե սատանային, հա, լավ, երբ որ մտնեք խորհրդարան, որ հարցով եք առաջինը բարձրաձայնելու, որն է ձեր առաջին հարցը լինելու, առաջի քայլը։ Տեսեք, ես բազումս նշել եմ, որ առաջի երկու քայլը մենք մեր ժողովրդին խոսք ենք տվել անվճար քաղաքային տրանսպորտ եւ 0 գույքահար։ Դա մեր առաջին օրվա հենց ստորագրած
Շումները եւ հրամաններն են լինելու։ Հենց առաջի օրվա։ Այդ կապը ոնց է լինելու, տեսեք, այդ կապը կա հասարակության հետ, այսօրվա իշխանություններն ունեն, բայց բանի տեղ չեն դնում։ Այսօրվա այս էլեկտրոնային համակարգը, որ գոյություն ունի, ես երբ որ նոր եկել էի եւ իմ դրսից եկող աշխատավարձից փող էին պահում, կար ուղիղ կապ, վարչապետին նամակ եմ գրել, որ աշխատավարձից պահում են 3%, հա, մի խոսքով պատասխան չկա, ուզում եմ ասեմ, այդ արհեստական կապը իբր թե այսօր էլ գոյություն ունի, տեսեք, բոլոր տեղերը կապ կա, հա, բոլոր մեր պետական հիմնարկներում կապ կա, փաստաբանը էլեկտրոնային ձևով դիմում է ձեր սիրած նախարարին, հա, Սարգսյանին, Տիկին Սարգսյանին, որ խնդրում ենք այս գնդապետին եւ դիրքորոշումով հանցանքի, ոչ թե ասում եմ մի հատ որոշեք ինքը հանցանք է կատարել թե չէ, իր նամակում գրում է, որ մարդը կատարել է կոնկրետ հանցանք եւ հոդվածը եւ Տիկին Սարգսյանը այդ նամակը ուղարկում է նույն գնդապետի մոտ Եվ նույն գնդապետը պատասխանում է իմ փաստաբանին, որ պարոն Արա Զաքարյան, ես այդքան էլ վատ մարդ չեմ, ես շատ լավ մարդ եմ, բայց հիմա սենց է պետք օրենքը խախտել, հա? Բայց էդի խախտում մի համարեք։ Մի խոսքով այդ կապը, որ չկա, չէ, կա կապը, բայց մեկը գրեց, մյուսը ստացավ, բոլորը իրանց գործ արին, փոփոխություն չեղավ։ Այդ է տարբերությունը, վարչապետի հետ էլ կապ կա, նախարարների հետ էլ կապ կա, հակակոռուպցիոնի հետ կապ կա, դատախազության հետ կապ կա, բոլոր տեղերը կապ կա, բայց արդյունք չկա, քանի որ կառավարվում է մի կետից եւ այդ բոլոր իրանց աթոռները սենց գրկած, վախում են, որ WhatsApp-ը վախում են բացել, որ այնտեղ վարչապետից չլինի դիմումդ գրի դուրս արի։ Ահա Հիմա այստեղ իմ մոտ մի հետաքրքիր հարց առաջացավ։ Ես որպես մշտական ընդդիմադիր, եթե դուք գաք ծառայության, իմացեք, երբ որ, այո, դուք գաք ծառայության, դուք իմացեք, որ ես ձեր ընդդիմադիր էլի խոսացողն եմ լինելու։ Նույն ձև չեմ փոխվելու, նույն լեքսիկոն, նույն կերպար, եթե, տեսեք, ես քննադատում եմ եւ նախկիններին, եւ ներկայիս դավաճան իշխանությանը, չնայած նախկինների ժամանակ մենք ունեինք Արցախ, էլի գլուխներներս բարձր, ասում էինք հայ ենք, բայց իրենց թալանի, ամեն ինչի ժողովրդին հետը կապ չունենալու, ամեն ինչ անտեսելու համար մենք այսօր ընկանք, եկավ սա, դուք նույնպես քննադատում եք եւ նախկիններին մեկ վարքյան եւ ներկաներին հիմա դուք ինչ երաշխիք կտաք որ ձեր ծառայության գալուց հետո դուք նույնը չեք դառնա պարոն Սարգսյան Հիմա տեսեք մեր քննադատությունը հետևում է լուծումներով եթե կա քննադատություն մենք ասում ենք որ կա լուծում եւ տալիս ենք լուծումները եւ տալիս ենք լծակը, ոնց մեր վրա կարողանան ազդել, ոչ թե որ այսօրվա պես 5 տարի է աթոռին ու ժողովուրդը ոչ մի լծակ չունի, բացի փողոցային պայքարով կամ ամբոստանալով, մենք տալիս ենք լծակ, եթե մենք լավը չենք, պետք չի սպասել մինչև մյուս ընտրություններ, 2 ամսից մեզ հանեք, 6 ամսից հանեք, իսկ այսօրվա դրությունով մենք, ես ժողովրդի լեզվով բացատրել եմ, հիմա էլ բացատրեմ, տեսեք, դուք լրատվական հիմնադիր եմ, այո։ Պատկերացրեք լրագրողին ընտրել եք, վերցրել եք աշխատանքի, թուղթ ու գրիչը տվել եք իր ձեռքը եւ ասում եք, որ ձեր իրավունքները գրի։ 2 օրից այդ լրատվականի դերը դուք չեք լինի։ Հիմա նույնը ստեղ է, մենք ստեղծել ենք մի սուպեր վարչապետ, թուղթ ու գրիչը տվել ենք, ասում ենք մեր իրավունքները գրի, ինքն է գրում է, ու լծակել չկա։ Դատախազուին, որ ուզում եմ, ասենք մի հատ լավ դատախազուի է եկել, որ պետք է գնա
Հարցը գործադիրին չի, օրենսդրին հիմա խոսանք, որ պետք է գնա օրենսդրից մարդ ձերբակալի, այդ որ ընդեղ նստած են իբր ընդդիմությունները, այդ օրենսդիրում պետք է գնա մի հատ թույլատրություն հարցնի, այդ նույն օրենսդիրից, հասկանում եք ինչ հիմար ձև է, այսինքն գնում է ուզում է մեկին ձերբակալի, պետք է գնա այդ օրենսդիրում կանգնի, խոսա, որ նրանք այդ թույլատրություն տան, այն էլ ասենք վազի մի հատ ասի ես ձեր կրոնը ընդունում եմ, դատախազույն էլ ասի լավ, այս մեկին չթողեցին, չենք ձերբակալի, գործադիրից էլ վախում է, քանի որ չկա ուժեղ ազգային ժողով, այդ դատախազույնը գործադիրից վախում է, ոնց է գնալու ինքը ասենք վարչապետ ձերբակալի, եթե այդ վարչապետը իրան WhatsApp-ով գործից հեռացնում է, Իրանը չէ, Իրանից բարձրներին, նախարարներին, WhatsApp-ով ասում է հելակ։ Իսկ եթե պարոն Սարգսյան ձախողվեք այս ընտրություններում, դուք վերջ կդնեք ձեր քաղաքական ուղու վրա, Հիմա ես թե կրկնեմ, նորից կզբաղվեք, որ ես պլան B չունեմ։ ես դա եմ ուզում լսել, дай 5, опа, вот так, այո, ահա, մեկ էլ ինձ շատ են էլի հարցնում իմ հետևորդները, լավ, ասում են կարող եմ մեկ նախադասությամբ ինքը պարզ մեզ ասի, ինչի մենք պետք է իրեն ընտրենք, ու այդ շատ հիանալի հարց է, անկեղծ, ասեք, Դե ես ասեցի, ինչի պետք է ընտրենք։ ուզում են ձեզանից լսեն, Նախ պատճառները շատ են, ինչի պետք է ընտրեք մեզ, քանի որ էլի եմ ասում, այսօրվա քաղաքական դաշտում մենք ոչ թե ասենք ինքնագովազդով ենք զբաղվել, այլ մենք միակ ընդդիմությունն ենք, որ տալիս է լուծումներ, ոչ թե նստած ասում ենք, էսի թալանել է, էսի տարել է, մենք այդպես ընդդիմություն ունենք, որ կանոնում ասում է, էսի թալանել է, էսի տարել է, անունը Նիկոլ Փաշինյանը, ինքը միջև հիմա ընդդիմադիր է, այն նստած ընդդիմադիրներից լավն է, հա գնում կանգնում է, ամբյոնում ասում է, էսի թալանել է, ախպեր մենք է գիտենք թալանել է, բա խի ատ է նստած, ինչի ատ է նստած, այսինքն այդ ընդդիմությունը քննադատող մենք ունենք ԱԺ-ում շաբաթը մի անգամ կամ երկու շաբաթը մի անգամ գալիս է այդ բաները ասում գնում է լրվել է մարդը ժողովրդի լեզվով ասած լրվել է այդ էպոխայի վրա որ ինքը միջև հիմա ընդդիմություն է լուծում չկա հիմա քննադատություն առանց լուծումների չի աշխատում մենք բոլոր հարցերում տվել ենք լուծումները ինչքան պրոբլեմ կա այս սկսած տրանսպորտից երբ որ այդ կեղծ թիվը դրեցին, այդ մարդու հոգեբանությունը, շոկային թիվ են տալիս 300 դրամ, որ ժողովուրդը շոկի մեջ ընկնի, որ այդ կառավարող ընդդիմությունն իրանց թելը թելում է, մտնում էին ավտոբուսներ, ոնց որ ռուսերեն բառ կա, ռազբոյ անեին, հա, ժողովուրդը վախեցած, վարորդները վախեցած, մտնում գոռում ճովում են, բայց իրական թիվը 150 դրամն էր եւ 150 դրամին հասան այդ մարդիկ, եւ իրանք էլ ձեռք են բերում այդ էժան հեղինակություն։ Մենք ասել ենք, որպեսզի ոչ մի քաղաքական ուժ էժան հեղինակություն ձեռք չբերի միանգամից կտրում ես, դառնում է անվճար։ Եվ ասենք հեծանիվ չի հորինած, հա, աշխարհում 70 ընդհանուր թվով ես հաշվել եմ 70 պետություն քաղաք իրար հետ, կան պետություններ, կան քաղաքներ, ընդհանուր 70 թվով, հա, խառը պետություն քաղաք ունեն անվճար քաղաքային տրանսպորտ եւ բացատրել ենք ոնց են ֆինանսավորվում, ինքնաֆինանսավորվում այդ ավտոբուսները կամ քաղաքային տրանսպորտը եւ ուրիշ ձևերը եւ դա թույլ չի տալու հետագայում ոչ մի քաղաքական ուժի տենց էժան հեղինակություն ձեռք բերի եւ խաղա ժողովրդի հույզերի վրա ու ժողովրդին է խափի ու տանի այն 150 դրամին, որը որ հենց սկզբից պետությունը նախատեսել էր։ Այսինքն միասին նախատեսել էին այդ 150 դրամը, որ իրանք պարգևավճարներ ստանային, հասկանա՞մ։ Ի դեպ 4 միլիարդ դրամ նորից դուրս է գրել, որ իր թիմակիցների եւ ընդդիմությանը մեր երկիրը
որ կործանողը պարգևավճարներով Դες խոսք եմ տվել նորից ժողովրդի բաժանի դրանց։ այս ազգային ժողովը, որ այսօր գոյություն ունի, նրանք սկի թոշակ չեն ստանալու։ Ով կլինի քրեական հետապնդման տակ, կլինի քրեական հետապնդման տակ, ով չի լինի, նա թոշակ չի ստանալու։ Այս ազգային ժողով, որ մենք ունենք այս թուրիմատությունը, նրանք բոլորը թոշակից զրկվելու են։ Դա, պարոն Սարգսյան, Պատկերացնում եք, այնտեղ ջայլ աղջիկներ կան, ջայլ տղեկ կան, ասենք, հենց ազգը դիմի 70 տարի թոշակ վճարի մինչև մեռնեն, հա։ Ասենք մեր գրպանից պետք է հələ սրանց թոշակ տանք, երբ կմեռնեն։ Հələ պատկերացրեք, էլի։ պարոն Սարգսյան, բացի այդ ամենը, օրինակ, ինչի են էլի մեր ազգի հույզերի հետ խաղում, էլի, որ գալիս ենք, մորթենք, մահապատիժ, պիտի լինի նախկիններին վերացնենք, թալանը հետ վերենք, այստեղ շատ են գրում են, մեկը գրնոն, գեներալ, որ Արցախը տենց էլ 30 տարվա թալանը պիտի հետ վերեք։ Միշտ մարդկանց մոտ շատ են էլի, տեսեք այստեղ գրեթե բոլորը գրել են, պարոն գեներալ, Իսրայելի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Յարիվ Լևինին, ինչ կասեք այս մարդու մասին, ասեք, հետո այն հարցը շարունակենք։ Ես ուրեմն եթե անցած ելույթները նայել եք, ես ասել եմ, որպեսզի ազգային արժանապատվությունը պահպանվի, իբր Խոմենին մեռել է, պետք է իբր հայտարարեն, որ Իսրայելի ղեկավարը նույնպես մեռել է։ Հիմա այդ process-ը սկսվել է։ Իսրայելում ձերբակալել են մի հարուստ հնդիկի, միլիարդատերի, ով որ հանդիսանում էր Նատանյահուի կամ Սատանյահուի մտերիմը եւ իբր նա տեղեկություն է տվել վայրի մասին, որտեղ է գտնվում Նատանյահուն եւ Պարսկաստանը հասցրել է հարվածներ։ Այսինքն իհարկե այդ կա այդպես բան էլի ժողովուրդը չի հասկանա, շատերը չեն հասկանա, որպեսզի այդ ազգային արժանապատվությունը պահպանվի, ոչ մի ազգ գլուխը ցածր չպայի։ Հիմա ուրիշ բան է, ես ինչի եմ հավատում, ես ինչ գիտեմ, որ Խոմենին էլ մեռած չի, բայց պետք է ցույց տան, որ Նատանյահուն նույնպես մեռել է, որպեսզի Պարսկաստանի ազգը ասենք արժանապատվությամբ, եթե գնալու են զինադադարի կամ դեէսկալացիայի, որը որ դեռ չի երևում, ուրիշ պատճառներ կար, ես նշել եմ ինչի համար դեռ չի երևում եւ ժողովուրդը պետք է հասկանա, որ դեէսկալացիան դա բանակցություններ չի եւ ճիշտ հակառակը, բանակցությունները դեէսկալացիա չի։ Ռուսաստան, Ուկրաինա քանի տարի է բանակցություններ են վարում, բայց դեէսկալացիա չի նկատվում։ Մի խոսքով, ես կասեմ, որ դա գնում է հենց նրան, եթե հիշում եք, ես ասացի, որ մենք կտեսնենք սուզված ավիակիր, այդ ավիանոսեցը, հա, ավիանոսեցը խոցվեց, Պարսկաստանը ստեղ շատ սիրուն սնայպերի խաղ է տանում, սպասում է, որ 5 հատը գա, սնայպերը ոնց է աշխատում, մեկին խփում է, վիրավորում է ու գալիս են վիրավորին տանեն 10 հոգի կողքն է սպանում։ Մի ավիանոսեցին մի քիչ խոցեցին, Տրամպը 5 հատ ավիանոսեց է տանում։ Այդ ժամանակ 5-ն էլ խորտակելու են, եթե գնա։ Իսկ Ամերիկան ունի ընդհանուր 10 հատ Նիմեց ավիանոսեց եւ մի հատ Ֆորդ։ Այդ է իրանց պարծանքը։ Ես ասել եմ, որ կտեսնենք սուզված ավիակիր, կտեսնենք Նատանյահուն մեռել։ Հա, դուք դա ասել եք, ոնց որ Վանգան լինի, այ ժողովուրդ։ Վանգան պարոն Սարգսյանի դեմ խաղ չունի։ Ուղղակի գիտելիքները ավելի պրակտիկ է, որ շատ եմ մասնակցել այդ process-ներին, այդ գագաթնաժողովներին, հա, տարբեր աֆրիկական կոնֆլիկտներում։ Եվ նաև հանդիպումներ եք ունեցել շատ ու շատ երկրի նախագահների հետ, ձեզ պարզապես ասեմ, ձեր գործի չէ, երբ որ դուք այդ պաշտոնին եք եղել, պարզապես մեր պարոն Սարգսյանը ժողովուրդ այնքան համեստ մարդ է, որ չեք պատկերացնի, բայց այդ համեստությանը չխաբնվեք։
լավ ասեցի այդ ձև։ Պարոն Սարգսյան, օրինակ, իմ հետևորդներին ես ուզում եմ ասեք, հա, ինչ հիմնական արժեքների վրա է ինչ հիմնական արժեքների եւ գաղափարների հիման վրա է հիմնված ձեր կուսակցությունը, որ չունի եւ ներկայիս իշխանությունը եւ նախկին ընդդիմությունը։ Տեսեք, կոնսերվատիվ ազգային արժեքներն են հիմնականում հենց Քոչարին հուշում է դրանից, բայց բացի դրանից սա մերանա, Քոչարին դա այն պարն է, որ դարերով հարուստ աղքատ, մենակ այդ պարի ժամանակ են իրար ձեռ բռնել, սա եթե խոսենք քաղաքագետների լեզվով, հա, դեմոկրատական ցենտրալիզմն է, որը որ ռուսերեն սայդինիստ նի սայդինիմ է, հա, այսինքն Քոչարին հենց այդ մերանն է, ինչքան էլ մենք քննադատենք, ասենք մարդկանց սխալները, հա, մենք ուղղակի քննադատում ենք, որ ասենք այդ երիտասարդները կամ այդ կուսակցությունները չեն էլ հասկանում ինչ արկածախնդրություններով են զբաղվում եւ ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ իրանց այդ հայտարարությունները կամ իրանց այդ օրենքի մասին արտահայտությունները, որ այս օրենքն ենք փոխելու, այն օրենքն ենք փոխելու, հասկանում եք, մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մեկը ես չգիտեմ որտեղի քաղաքացի է եւ ասում ենք ընտրվելու ենք եւ փոխելու ենք այս օրենքը, հասկանում եք։ Այն մի զգոյը այնտեղ ասենք հենց համագումարանում եւ հայտարարում են մեր տեխնացուն քաղաքական դիակ Ռոբերտ Քոչարյանն է, հա։ Այո։ Շատ եմ սիրում իրան։ Ասեմ, տեսեք, հիմա մեր այսօրվա կոչված վարչապետը Նիկոլ Փաշինյանը ինքը շատ պոպուլիստ մարդ է։ Եթե ինքը մի այսքան զգար, որ ժողովուրդը Արցախ է սիրում, ինքը ամեն օր Արցախ էր քարոզելու։ Բայց քանի որ 30 տարվա մեջ հենց այդ քաղաքական դիակը Իրանից սկսած, անենց արեց, որ մեր ազգը արցախցիքից զզվում է։ Այո։ Արցախցիքը մեզնից են զզվում, հա։ Ու Նիկոլ Փաշինյանը այդ լավ գիտի, ինքը ընդհանրապես Արցախի անուն չի տալի։ Պահանջարկ չկա, ինքը իր քարոզ արշավը Պերաշկին ավելի շատ պահանջարկ ունի, քան թե Արցախը։ Այո, ամենօրյա օրակարգը իր հիմարություններն է։ Հասցրեց, հենց այդ քաղաքական այդ իզգոյները, որ այսօր ուզում են հետ գան, կամ են Արցախցի, ես չգիտեմ, գեներալներ, որ Հայաստանում մտնում են քաղաքականության մեջ, այս ասում եմ, գնացեք Աբխազիա, այնտեղ հայեր կան, գնացեք, չկարացիք Արցախը փայեք։ Ուրեմն նստեք տեղներդ, մենք Արցախը կազատագրենք, ձեզ կուղարկենք այնտեղ։ Ես չտեսա այդ գեներալներից մեկը ինքնասպան լինի կամ պագոնները փոկի, գեներալ։ Կենիայում 60 միլիոն բնակչություն, հա, 60 միլիոն բնակչություն, էդի եթե գրանցվա այդ ID-ներով այդ վայրի ցեղերին էլ գումարենք, 80 միլիոնից անցնում է։ Ունենք 200 գեներալ, ավիացիա, նավատորմ, ոստիկանություն, 200 գեներալ 62 միլիոնի մեջ, Հայաստանը ունի 200 գեներալից ավել, հələ մի հատ խայտարակություն նայեք։ Մի խոսքով։ Պարոն Սարգսյան, այստեղ Գրիշա Սարգսյանն է կոմենտ գրել, պարոն Սարգսյան, Գրիշա Սարգսյան, դուք գրել եք Արիանա ջան ողջույն, երբ է մեր հզոր գեներալը քարոզարշավ սկսում, երբ որ դուք ձեր ամբողջ թիմով, պարոն Գրիշա Սարգսյան, միանաք Քոչարի կուսակցությանը ու հայտարարեք։ Գրիշա Սարգսյանը ոստիկանության Այո։ կողմից սիրված անձնավորություն, նա միայն գեներալ չի, որ քանի որ իր ոտքերի վրա կանգնելա չի չոքե, թե չէ պատրաստի գեներալ է Գրիշա Սարգսյանը։ Ահա, բա պիտի գա, պիտի հայտարարի։ Դե, պարոն Սարգսյան, ես էլ ձեզ անձամբ ճանաչում եմ, շատ սիրում հարգում եմ, չեմ տեսնում ձեր ձեռքերը, մենակ գրելով չլինի։ Պարոն Սարգսյան, այստեղ իմ շատ լավ ընկերներից
Գրնոն հարցագրել։ Պարոն Սարգսյան, ձեր հաղթանակի դեպքում Արցախից հետո մեր ծաղկաձորը կվերադարձնեք մեզ, որովհետև մեր ծաղկաձորը այսօր Քոչարյանի եւ Նիկոլինն է դարձել։ Տեսեք, ես պետք է ժողովրդին մի քիչ հիասթափեցնեմ։ Ժողովուրդ ջան, Զանգովի արդարադատություն հույս չունենաք, որ կկատարենք։ Եթե կլինի բողոք, ես մի բան խոսք եմ տալիս։ Ես չեմ կարա առողջ ու հիվանդ վերացնեմ։ Ես չեմ կարա հարուստ ու աղքատ վերացնեմ։ Ես կարամ աղքատին սարքեմ միջին դասի մարդ, աղքատությունը վերացնեմ։ Ես կարամ մի բան անեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, որ չլինի հարուստ կամ աղքատ։ Մահապատիժ ենք անելու, չենք անելու, ժողովուրդ ջան։ Սպանողին էլ եթե սպանում ես, աշխարհի վրա մարդասպանների քանակը նույնն է մնում։ Եթե մեկը մեկին է սպանել, դու էլ իրան ես սպանում, աշխարհի վրա մարդասպանների քանակը նույնն է մնում։ Այդ մարդիկ եթե դատարանը որոշի պատիժը, մենք դատարաններին չենք զանգելու։ Եթե դուք ինձնից սպասում եք, որ ես պետք է գամ եւ իմ քմահաճույքով զբաղվեմ Զանգովի արդարադատությամբ, ես շատ դաժան մարդ կդառնամ ու նամանավանդ որ ունենալով sense հնարավորություն, ասենք ես կարողանում եմ տեսնել հասցեն, ով է այդ ֆեյքերը կոմենտ մեկնաբանություններ գրողները, հա, եթե ես գամ ու դառնամ այդ բռնապետը Զանգովի արդարադատության, հավատացեք, մեր ազգի մեծ մասը հայտնվելու է շատ վատ տեղերում։ Իսկ մենք փորձելու ենք այս բանտարկությունների ձևերը փոխել ազատ աքսորներով, սահմանամերձ գոտիներ, դա մեր ծրագիրն է, ոչ մի կուսակցություն դրանով հանդես չի եկել, ընտանիքներ, որպեսզի չքայքայվեն, մարդկանց տանք հնարավորություններ եւ սահմանամերձ գյուղերը, որ դատարկում են, բնակեցնենք, վերաբնակեցնենք, համաներում խոսք ենք տվել բացի 2-3 հոդվածից, մարդասպանություն ամեն գործը անհատ քննվելու է, հաշվի առնվելու տուժողի կողմի կարծիքը, պեդոֆիլիան ընդհանրապես չի մտնելու համաներման մեջ եւ բռնաբարության գործերը էլի քննվելու են, որ տեսնենք շինցո գործեր են, թե լուրջ բռնաբարություն է, եթե բռնաբարություն է, էլի համաներման տակ չի լինելու։ Այ հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ հրաշք եւ ճիշտ մարդ է նստած մեր բոլորի առաջ։ Միակ մարդն է, որ ամեն ինչ ճիշտ արտահայտվում է, ոչ թե մյուսների նման, այս սև ու սպիտակի, երբ որ բաժանված է մեր ազգը, երբ որ հայը հային ատում է, դա նրանից է եկել ժողովուրդ, որ հենց այս քարոզ արշավների ժամանակ կանգնում են աթոռը գրոհելու, իրենք ուզում են գրոհեն, ոչ թե ձեր ձայնով ընտրվեն, առաջարկում են հայը հային սպանի, մահապատիժ, բերդել, սպանել, այս անել, այն անել, այո, պարոն Սարգսյանին 10 մատից պես գիտեմ, եւ գիտեմ ինչերի ընդունակ, եւ լավ, եւ վատ, դրա համար դուք ընդունեք իրա ամեն մի ճիշտ խոսքը, մարդ, որ հայը հայի, մահը չի ցանկանում, բայց թալանը վերադարձնելու եք, չէ, պարոն Սարգսյան։ Ես ասացի, դատավորները լինելու են անկախ, եթե կլինի բողոք կամ կլինի գործ, որը որ չավարտված է, դատավորների տրվելու է բոլոր փորձագիտության հնարավորությունները, բոլոր դետեկտոր մինչև այդ ճշտի ներարկումից եւ դատավորը իրավունք է ունենալու փորձագիտությունով գտնել ճշմարտությունը, եթե դա կլինի թալան, թե ուղղակի նախանց խոսակցություններ դատավորի գործն է լինելու, որպեսզի նա պարզի։ Մենք դատական համակարգի հետ գործ չենք ունենալու։
Շատ լավ լսեցիք։ Մարդ, ով մեր ազգի սև ու սպիտակի չի բաժանում։ Մարդ, որ անգամ ամենավատ հայի մահը չի ցանկանում։ Պարզապես լինելու է ճիշտ արդարադատություն։ Օրենքի առաջ բոլորս էլ հավասար ենք։ Եկեք այստեղ ես էլի հարցեր ունեմ։ Բայց այստեղ շատ են հարցեր տալիս։ Արտակ Սարգսյան ջան, հիացած եմ ձեր մարտտեսակով։ Так, իրավական պետությունը սարքենք բոլորը օրենքի առաջ հավասար լինեն, այո։ Այստեղ շատ են գրում, պարոն Սարգսյան, որ արդեն անգամ գրել են անհանգստանում ենք, երբ եք սկսում ձեր քարոզ արշավները, խնդրեմ։ Մի րոպե տեսեք, Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա ինչ որ երկրի վարչապետը կամ նրա պաշտոնակատարը կատարում է, դա ֆալշտարտ է։ Այս ֆալշտարտը ունի մի քանի նպատակ ունի, բայց ես բացատրեմ երկու հիմնական նպատակը։ Առաջին նպատակը, որ ժողովրդին հոգնածնի, որպեսզի ժողովուրդը ընտրություններին լինի պասիվ, այսինքն ընտրություններին չմասնակցի, հենց այս քարոզ արշավները, այս պերաշկի ուտելը, թթու լավաշ ուտելը, կուկուռուզ ուտելը, այդ լրիվ, այդ ցինիկությունները կամ այն կուսակցությունների մեջի գզվրտոցը կամ այդ կուսակցությունների մեջի հանդիպումները, իրար հանդիպել, դաշինքներ կազմել, ցրվել, էլի միանալ, այդ բոլորը ինչքան երկար նայանի տանելու է ժողովրդի հիասթափեցման եւ լավ աշխատում է իր մոտ։ Մենք տեսնում ենք, որ մարզից մարզ այդ մարդիկ քչանում են, այդ արհեստական տարածքները չկան, ինչի արհեստական չի տանում, իր համար դժվար չէ երկու ավտոբուս հետևից էլ դներ, տաներ, հասցներ այնտեղ, որ ցույց տար, թե իբր մարդ կա, բայց ոչ, իրականում ինքը հենց ստուգում է, որ ժողովուրդը հիասթափվում է, թե չի հիասթափվում։ Ու հենց դա առաջին նպատակը, ժողովրդին ինչքան շատ կարողանա հիասթափեցնի, որպեսզի ընտրությունների մասնակցությունը լինի մինիմալ։ Երկրորդը փորձում է լեգիտիմացնել կառավարող ընդդիմություններին։ Այսինքն այն կառավարող ընդդիմությունները, որ կան, որ նույնիսկ առաջի համարի խնդիր ունեն, որ չեն կայանա, ժողովուրդը գիտի, նրանք այդ ընդդիմությունների մասին խոսում են, նրանք այդ ընդդիմություններին անընդհատ քարոզում են, իբր թե նրանք իսկական ընդդիմություններ են եւ փորձում են լեգիտիմացնել։ Հիմա այդ հիմնական երկու նպատակը, քարոզ արշավը այսօր օրենքով արգելված է։ Այո։ Եվ հիմա մենք մարզային այցեր կատարում ենք, ոչ քարոզ արշավ, հանդիպում ենք մարդկանց հետ, հիմա մի քանի մարզում կբացենք գրասենյակներ, իմիջիայլոց ես հիմա հայտարարություն կանեմ, այն անձինք, ով որ կցանկանա իրենց գյուղում, իրենց մարզում անհատույց տարածք տրամադրել Քոչարի կուսակցության շտաբի համար, խնդրեմ գրեք այստեղ եւ մենք անպայման կկապնվենք ձեր հետ։ Այսքանը քարոզ արշավից։ Այստեղ մի հարց են գրել, էլի գրնոնագրել, պարոն Սարգսյան, ծառայության գալուց, չնայած ինքը գրել է իշխանության գալուց, ոնց եք պատկերացնում, ոնց եք փակելու արտաքին պարտքը։ Հիմա տեսեք, մենք Կենիայի արտաքին պարտքը 30%-ը հասցրեցինք փակենք, հետո չթողեցին մեզ։ Քանի որ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը 3 տարվա մեջ փուլային ամբողջականությամբ ազատվում է ամբողջ հարկային դաշտից, այսինքն փուլային մենք հարկային դաշտը վերացնում ենք։ Հասկանում եք, գրնո, հա, գառնիկ թե գրնո։ Գրնո ջան, այն պետությունը, ով հիմնված է հարկերի վրա, դա կորած պետություն է, այսինքն կորած պետություն ասելով, դու հիմնվում ես քո բյուջեն պլանավորում ես հարկերի վրա եւ դու հույս չունես այդ հարկերը կհավաքես թե չես հավաքի, այսինքն այս անգլոսաքսոնական համակարգը,
համակարգերից մեկը, լավ, սենց ասեմ, որ ընդունված է, որ պետությունը իր բյուջեն պետք է կազմակերպի ինչ որ վերացական, ենթադրյալ թվերի վրա, այդ պետությունները բոլորը դատապարտված են կործանման։ Մեր առաջարկած պետությունը փող է աշխատում։ Այսինքն այդ պետությունը փող է աշխատում, այդ պետությունը դե հիմա չասեմ ինչ ձև է փող աշխատում, պետք է առանձին խոսացել ենք։ Այդ պետությունը, որ փող է աշխատում, գիտի ինչքան փող ունի, այդ պետությունը իր բյուջեն կազմում է իրական թվերի հիման վրա։ Կարող ես անջատենք, ասում եմ չի լսվում, հա էլի։ Ինձ թվում է հետո կլսվի։ Չգիտեմ, Էսի անջատենք, հա։ կլսվի, կարող է հիմա բան դուրս կգանք էլի։ Կուզեք այս բան արեք, տամ ձեզ, հա, սա, կուզեք սրանով։ Խնդրեմ դուք։ Ես այսպես բարձր խոսեմ։ Ուրիշ։ Խոսեք, ասեք։ Հա, այստեղ արդեն ասում են, որ տարածք կա իմ ընկերները, երբ ասեք, մեզ նոր երևի թե մարդիկ են միանում, հարցրել են, դաշին կազմելու եք ինչ-որ մարդի հետ, ես պարզապես ուզում եմ ձեզ ասել, որպեսզի պարոն Սարգսյանը երկրորդ անգամ այդ ամենը չկրկնի, հենց ամենասկզբում է, կամ կարող եք շատ կարճ պարոն Սարգսյան նորից ասել։ Էլի ասեմ, ամենամեծ դաշինքով են գնում, դա դաշինքը հայ ժողովրդի հետ է։ Вот так вот, էլի ես սկսում եմ խանդել, պարոն Սարգսյան, ստեղ մենակ ձեր մասին են գրել։ Լավ, տակ, ժողովուրդ, բա ինձ էլ չեք գրում, ինձ չեք սիրում, վա, իմ հետևորդներին իմ ձեռքից դուք տանում եք, պարոն Սարգսյան, այդպես չի կարելի, հլստեղ ինչեր են գրում, վայ, Արտակ Սարգսյան ջան, հիացած եմ ձեր մարդ տեսակով, լավ են անում, իրոք լավն է, ժողովուրդ շատ լավն է, մեր ապագա վարչապետն է, բայց նայեք, ինչ չեք մոռանում, ես որ խանդեցի, Ոնց են ասում։ Իմ հետևորդները իմն են։ Ոնց են ասում հայերենում, մեջքին կայնացես, հա։ Ձեր։ Հա, քանի ես կամ դուք կդառնաք վարչապետ։ Ես գիտեի այդ մարդիկ ծաղրացու են, բայց ակրոբատ են, էլի որ մեջքին կանգնում են բան։ Բա տեսնում եք։ Ինձ թվում է այսքանը, որպեսզի շատ երկար, դուք եթե ինչ-որ բան ունեք ասելու, դուք կարող եք հավելել, ասել, որպեսզի շատ չձանձրացնենք մեր հետևորդներին։ Ես կարճ կասեմ, որ ժողովուրդ ջան, մի արտահայտություն էլ անեմ, ես էլ եմ հեսա գողանալու, էդ էլ դուրս Ես գրեք։ կկտրեմ դա։ Այն որ քարոզում էին ապագա, հա։ Հիմա ես ասեմ մեր կուսակցության այդ թեզերից մեկն է լինելու, որ ես մի քանի շաբաթ առաջ եմ գրել, ձեր ձայնը ձեր ապագան է, կամ ձեր ապագան ձեր ձայնն է։ Ուրեմն էսի կգողանան հեսա, կհելնեն, քարոզ արշավների ժամանակ կասեն։ Ժողովուրդ ջան, այն որ դուք տեսնում եք այս կատակերգությունները, հա, այդ բեմականացումները, խմած մարդիկ դատարանների առաջ, այդ Սամվել Կարապետյանի եղբայրը, Կարեն Կարապետյանը։ աչքիներդ հանի հարցազրույց տուր։ Ժողովուրդ ջան, դուք պետք է հասկանաք, եթե այդ ուժերին դուք ձայն տաք, ուր եք գնալու, դուք այդ արդեն տեսել եք։ Դուք այդ փուլը արդեն անցել եք։ Այդ մարդիկ հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ով է շփվում դրանցի ձեր հետ։ Հələ այն որ շտաբի ղեկավարներ են, իբր նշանակված։ Մի հատ հարց իրանց։ Ես ուզում եմ, որ այդ մարդը անկեղծ ասի, ինքը կարողանում է այն երիտասարդին, ինչ անունա։
Գուրգեն, Չէ։ Բուլկին, Չէ, անուն ինձ է։ Նարեկը։ Հա։ Ուղիղ կապով կարողանում է Նարեկին զանգել։ Թե պետք է 5 հոգու զանգի։ Էլ չեմ ասում Կարապետյանին կամ նրա եղբորը։ Եկեք մեր շտաբի ղեկավարներին տեսեք։ Ուղիղ կապ կամ իմ հետ, կամ մի խոսքով Էլի եմ ասում, ձեր ապագան ձեր ձայնն է, ժողովուրդ ջան, կամ ձեր ձայնը ձեր ապագան է։ Այս մեր կուսակցության քարոզի թեզերից մեկն է, եւ էլի եմ ասում, Արիանա ջան, կտրիր, ու այն մարդիկ, ով մեր նկարներով սարքում են մեր թեզերը, խնդրում եմ սարքեք, ամսաթիվը գրեք, որպեսզի մեկը վաղը գողանալու են։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից եւ ձեր հետևորդներից հարցերի համար, ինչ հարցել որ չպատասխանեցինք, հուսով եմ մոտ ապագայում կպատասխանենք։ Այստեղ արդեն գրում են ձեր ձայնը ձեր ապագան է, Արտակ Սարգսյան։ Դե ինչ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր այսքանը, չենք ուզում շատ երկարացնենք, որպեսզի շատ ձանձրալի չլինի։ Ես երեկվա իմ լայվի մեջ էլ ասեցի, որ ես առաջին անգամն է, որ հոգով եւ սրտով սատարում եմ մի մարդու, դա գեներալ լեյտենանտ Քենիայից հայրենիք վերադարձած, հայրենիքը ավելի շուտ փրկության համար վերադարձած Արտակ Սարգսյանն է, ում ես վստահում եմ, մարդ, ով կարող է մեզ այս ծանր վիճակից դուրս հանել։ Նորից եմ ասում, կներեք ձեր հետ ձեր միասին մեր այս լայվի ժամանակ եմ ներեցեք, որ ասում եմ, բայց ինձ ոչ մեկ չի կարող փոխել, միևնույն է, ասում է կարմիր կովը կաշին երբեք չի փոխում։ Ես ուզում եմ ասել, որ Սամվել Կարապետյան, Քոչարյան, մյուս ուժերը, ինչ որ երիտասարդներ, կոստյումներով, պարոն Սարգսյան, աղուհացով, փուչիկներով, գրասենյակներ են բացում, մարդկանց խափում էլ մահապատիժ, թալան, մորթելու ենք, բերդերն ենք փտելու, հավատացեք, այդ մարդիկ բերում են բոլոր նախկիններին եւ էլ ավելի են հային հանում հայի դեմ, այսքանը, ոչ մի հայ չի կարող հայի մահը ուզենալ, կա արդարադատություն, թող արդարադատությունը որոշի, ինչպես պետք է վարվել հանցագործի նկատմամբ, այսքանը, լավ եղեք։ Շնորհակալություն։